Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա 2028 թվականի հոկտեմբերի 28-ին սահմանադրությամբ նախատեսված կարգով, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով արտահերթ ընտրությունների անցկացումը ձեռնտու չէ ընդդիմությանը։ Եթե վաղը տեղի ունենան արտահերթ ընտրություններ, վրացական երազանքը հեշտությամբ կստանա սահմանադրական մեծամասնություն, ինչպես տեսակ տեղական ընտրություններում մեր աջակցությունն էլ ավելի է մեծացել։ Կոբախիձեի խոսքով, երբ քաղաքական համակարգից հեռացվեն մարգինալ արմատական ուժերն ու օտարերկրյա գործակալները, կառաջանան քաղաքական ուժեր, որոնք առողջ կգործեն եւ կփոխարինեն անառողջ քաղաքական շրջանակներին։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարությանը։ Վերջինս նշել էր, որ Կիևը պաշտոնապես դիմել է Թբիլիսիին, խնդրելով թույլ տալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն տեղափոխել, եթե ոչ Ուկրաինա, ապա երրորդ երկիր բուժման նպատակով։ Կոբախիձեն բացառել է Սաակաշվիլու արտահանձնումը։ Նրա խոսքով ավելի վաղ Պոդոլյակը պահանջում էր Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Երբ նման մարդիկ խոսում են Սաակաշվիլու արտահանձնման մասին, մենք չենք կարող այդ հայտարարությունները լուրջ ընդունել, ասել է Կոբախիձեն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի մեղադրանքներին։ ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին հեգնանքով շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու եւ դրանք շրջանցելու հարցում օգնելու համար։ Նրա խոսքով գործող իշխանությունների օրոք Թբիլիսին շեղվել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ուղուց եւ վարում է ռուսամետ քաղաքականություն։ Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինան վրաց ժողովրդին անկեղծորեն ցանկանում է եվրոպական ապագա, անվտանգություն եւ բարգավաճում։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Կիևին մեղադրել էր անշնորհակալության համար եւ Ուկրաինային մաղթել խաղաղություն եւ արժանի իշխանություն։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին Իսրայելի պետություն կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ։ Վրաստանի արտգործնախարարության տվյալով նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության իրավիճակին։ Բոջորիշվիլին ողջունել է Իսրայելի եւ Համասի միջև կնքված համաձայնագիրը, ընդգծելով ԱՄՆ-ի եւ նախագահ Թրամփի ներդրումը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում։ Բոջորիշվիլուն ընդունել է նաեւ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։ Կողմերը քննարկել են երկու երկրի գործընկերային հարաբերությունները եւ երկկողմ համագործակցության հետագա խորացման ուղիները։ Իսրայելի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության նախարարի հետ էլ քննարկվել են գյուղատնտեսության, առևտրի եւ տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր։ Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Երուսաղեմի եկեղեցիների միջև պատմական եւ հոգեվոր կապերը։ ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը ժամանել է Վրաստան քննարկելու երկրի մասնակցությունը Թրամփի ուղի նախագծին։ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ամերիկացի պաշտոնյային։ Այցի նպատակն է քննարկել, թե ինչպես Վրաստանը կկարողանա աջակցել TTIP-ին։ Այսօր առավոտյան նա այցելել է Սադախլո ավտոմոբիլային մաքսային անցակետ, որի շինարարությունը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ։ Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետություն սկզբունքին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նա վերահաստատել է Հարավային Կովկասում կայունության եւ տնտեսական զարգացման ապահովման Անկարայի հանձնառությունը։ Էրդողանն անդրադարձել է նաեւ Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանմանը, նշել Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները սերտորեն համագործակցել են Թուրքիայի հետ որոնողափրկարարական աշխատանքներում։ Էրդողանը հավելել է, որ վթարի պատճառը կպարզվի ինքնաթիռի ինքնագրիչի ստուգումից հետո։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի սև արկղերի վերծանումը կտևի առնվազն 2 ամիս։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հայտնել վթարի նախնական պատճառը։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող C-130 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 11-ին։ Ինքնաթիռում գտնվող 20 զինծառայողներ զոհվել են։
Չնայած Գազայում հաստատված հրադադարի խախտումներին այն կարևոր նշանակություն ունի, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նա հավելել է, որ Համասը կատարում է ստանձնած պարտավորությունները չնայած Իսրայելի սադրանքներին։ Մենք տեսնում ենք, որ ամերիկյան վարչակազմը առաջին հերթին պարոն Թրամփը նույնպես կառուցողական մոտեցում է ցուցաբերում այս հարցում։ Չնայած Իսրայելի կողմից մարդասիրական օգնության տեղափոխումը խոչընդոտելուն մենք օգտագործում ենք բոլոր առկա հնարավորությունները մեր օգնությունը Գազա հասցնելու համար։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ առանց Պաղեստինյան պետության ստեղծման անհնար է տարածաշրջանում հաստատել լիարժեք խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Անդրադառնալով տարածաշրջանային այլ հարցերի, Էրդողանը նշել է, որ գոհունակությամբ է հետևում Սիրիայի միջազգային հարաբերությունների զարգացման դինամիկային։ Նրա խոսքով պետք է ուղիներ փնտրել ապագայի ընդհանուր տեսլականով առաջ շարժվելու համար։ Մեկնաբանելով իրավիճակը Կիպրոս կղզում, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ եթե հունական կողմը նույնպիսի կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ինչ թուրքական կողմը, ապա կղզում հնարավոր կլինի հասնել արդար եւ իրատեսական լուծման, հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա։ Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ լիագումար նստաշրջանը։ Վեհաժողովի բացման իր ելույթում Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով 30 տարի շարունակվող անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակողել։ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական մանդատը։ Քուրթուլմուշը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար։ Նա հույս է հայտնել, որ այժմ երկրների միջև կայուն համաձայնագիր կկնքվի եւ տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ կհաստատվի։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնվում է, հայտարարել է Արեֆը, համոզմունք հայտնել, որ այն կզարգանա եւ կխորանա։ Պաշտոնյան նշել է հատկապես երկաթուղային տրանսպորտի նախագծերն ավարտին հասցնելու կարեւորությունը։ Արեֆի խոսքով իրավասու մարմինները զբաղվում են երկու երկրի համատեղ տնտեսական հանձնաժողովի վերջին նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ փաստաթղթ նախապատրաստմամբ։ Պաշտոնյան նշել է նաև, որ BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային եւ միջազգային կառույցներ են, որոնք ունեն զգալի ներուժ, եւ այդ հնարավորությունների օգտագործումը նպաստում է համագործակցության ընդլայնմանը։ Միշուստինն էլ կարևորել է երկու երկրի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Նրա խոսքով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կյանքի կոչումը թույլ կտա մեծացնել ապրանքաշրջանառությունը եւ դիվերսիֆիկացնել փոխադարձ առևտրի կառուցվածքը։ Տրանսպորտային ոլորտում Միշուստինի խոսքով հատուկ ուշադրություն է դարձվում հյուսիս-հարավ միջանցքի զարգացմանը։ Արեֆը Մոսկվա է ժամանել մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների 24-րդ նիստին։ Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության վերսկսման վերաբերյալ Ռուսաստանից եւ Չինաստանից միջնորդական առաջարկների դեպքում իրանական կողմը պատրաստ է քննարկել դրանք։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Սեպտեմբերի վերջին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում էր ընդունել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Այդ քայլը հաջորդեց Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայել Ջաբարովը հանդիպել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար դեսպան Մարիան Կույունջիչի հետ։ Ընդգծվել է Եվրամիության հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, որը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Նշվել է, որ Եվրամիության եւ Բաքվի միջև էներգետիկ ներդրումային եւ այլ ոլորտներում գործակցությունը նպաստում է տարածաշրջանի զարգացմանը։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Եվրամիության միջև համագործակցության առաջնահերթությունները։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի զարգացման ռազմավարական նպատակների եւ Ադրբեջանի համար 2024 թվականի ֆինանսավորման մասին համաձայնագրի շուրջ։ Ընդգծվել են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ թվայնացման ոլորտներում նախաձեռնությունները, ինչպես նաեւ փոխգործակցության դիվերսիֆիկացման հնարավորությունները։
Միացյալ Նահանգները ժամանել ադրբեջանական պատվիրակությունը, որի կազմում են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներ, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Բաքվի հրեական համայնքի նախագահը։ Պատվիրակությունը մասնակցել է կլոր սեղան քննարկման ամերիկյան մի շարք առաջատար կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների եւ կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։ Ադրբեջանական պատվիրակությունն ընդգծել է Բաքվին ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը եւ ԱՄՆ կոնգրեսում հակաադրբեջանական նախաձեռնությունները չեղարկելու անհրաժեշտությունը։ Բաքվում էլ մեկնարկել է ադրբեջանական եւ ամերիկյան մտակենտրոնների առաջին համաժողովը։ Ընդհանուր հայացքներ ադրբեջանա-ամերիկյան երկխոսություն հանուն ռազմավարական գործընկերության թեմայով։ Նշվում է, որ քննարկումների կենտրոնում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 4 միլիարդ դոլարը։ 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,15 միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 5,3%-ով։ Ադրբեջանից Ռուսաստան արտահանումն աճել է կազմելով 975,9 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանից ներմուծումը 3,18 միլիարդ դոլար։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 10%-ը։ Երկրի ընդհանուր արտահանումը 10 ամսում կազմել է 21,64 միլիարդ դոլար։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։